Բարև ձեզ, այսօր ես կպատմեմ Հովհաննես Թումանյանի «Պոչատ աղվեսի» մի հատված, որ դուք էլ հետաքրքրվեք և ցանկանաք կարդալ։ Լինում է չի լինում մի պառավ, լինում այդ պառավը կտում է մի կաթ, աղվեսը գալիս է դունչը մտցնում է այդ կաթի մեջ և պառավը տեսնելով, որ աղվեսը կաթը ուտում է, գնում է պոչը կտրում է։ Պառավ ջան, խնդրում է, պառավ ջան, պոչս տուր, կցեմ, կցկմցեմ, գնամ ընկերներիս ասեմ, որ ինձ չասեն պոչատ աղվես որտեղ էիր։ Պառավը ասում է, կաթդ բեր, պոչը տամ։ Այդ ժամանակ աղվեսը գնում է կովի մոտ, ասում է. «Կովի, կաթ տուր ինձ», ասում է. «Դու գնա ինձ համար խոտ բերի, ես էլ քեզի կաթ կտամ»։ Գնում է արտի մոտ. «Արտիկ, խոտ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս ասեմ, որ ինչ ասեմ, պոչատ աղվես որտեղ էիր»։ Արտը ասում է. «Դե գնա ինձ համար ջուր բեր»։ Այնուհետև աղվեսը գնում է արտի մոտ, աղջկա մոտ, կալվորի, չարչիի մոտ, հավիկի մոտ, կալվորի մոտ։ Եթե հետաքրքիր է, ով օգնեց, որը պոչատ աղվեսը կարողանա պոչիկը վերցնի, թող կարդա։